Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Հարվածը հասցվել է դպրոցի հարակից տարածքում, որտեղ ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ, հայտնում են տեղի առողջապահության ներկայացուցիչները։ Բժիշկների եւ ականատեսների փոխանցմամբ հարվածից առաջ տեղի է ունեցել բախումներ պաղեստինցիների եւ Իսրայելի կողմից աջակցվող աշխարհազորայինների միջև։ Վերջիններս ըստ աղբյուրի փորձել են առևանգել մի քանի անձի։ Աշխարհազորի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ընթացքում սպանվել է Համասի մոտ 5 անդամ։ Բացի այդ, բժիշկների տվյալներով Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական կրակահերթերի հետևանքով զոհվել է եւս մի քաղաքացիական անձ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով հրադադարի մեկնարկից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 700-ի։ Իսրայելի տվյալներով նույն ժամանակահատվածում Գազայում սպանվել է 4 իսրայելցի զինվոր։ Արտեմիս 2 առաքելության շրջանակում Օրիոն տիեզերանավը թռիչքի 6-րդ օրը մտել է լուսնի ազդեցության ոլորտ եւ պատրաստվում է պտտվել դրա շուրջ։ Տիեզերագնացներն այս փուլում կհայտնվեն երկրից պատմության մեջ ամենահեռու կետում եւ մոտ 40 րոպե կմնան առանց կապի, երբ տիեզերանավն անցնի լուսնի հակառակ կողմ։ Առաքելության ընթացքում ուսումնասիրվում են ինչպես լուսինը, այնպես էլ տիեզերանավի կենսապահովման համակարգերը։ Սա առաջին մարդատար թռիչքն է Օրիոնով։ Տիեզերագնացները շուրջ 6 ժամ կանցկացնեն լուսնի շուրջ պտտվելով, կատարելով դիտարկումներ եւ հավաքելով կարևոր տվյալներ ապագա առաքելությունների համար։ Հունգարիայի զինված ուժերը ստանձնել են թուրքական հոսք Գազատարի երկրի տարածքով անցնող հատվածի անվտանգության ապահովումը։ Արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի խոսքով այս քայլը պայմանավորված է Գազատարի նկատմամբ աջող սպառնալիքներով եւ վերջին շրջանում կանխված հարձակումներով։ Նա ընդգծել է, որ անվտանգության ուժեղացման հարցը քննարկվել է Սերբիայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի գործընկերների հետ։ Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտնել էր, որ Գազատարի մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ, իսկ գործի հետաքննությունը շարունակվում է։ Նովորոսիսկի նահանգում խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Ադմիրալ Մակարով ֆրեգմատը։ Ըստ ուկրաինական աղբյուրների հարված է հասցվել նաև Սիվաժ լողացող հորատման կայանին։ Ռուսական կողմը հայտնել է, որ տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ։ Տեղեկություններ կան նաև Նովորոսիսկի Շասխարիս նավային տորմերի վնասման մասին, որը կարևոր դեր ունի Ռուսաստանի նավթային արտահանման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանին առաջարկել է էներգետիկ ոլորտում զինադադար։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, Ուկրաինան եւս կդադարեցնի պատասխան հարվածները։ Զելենսկին նշել է, որ առաջարկն արդեն փոխանցվել է ռուսական կողմին ամերիկյան միջնորդությամբ։ Ռուսաստանում կրոկուսի ահաբեկչության գործով դատապարտված 37-ամյա Յուսուֆզոդա Զագուբջոնին մահացել է ՍԻԶՕ-ում ենթադրաբար ինքնասպանության փորձից հետո։ Տեղեկությունների համաձայն դեպքը տեղի ունեցել Մոսկվայի Մատրոսկայա Տիշինա մեկուսարանում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց եւ մի քանի ժամ փորձել վերակենդանացնել, սակայն չի հաջողվել։ Դեպքի առթիվ Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական ծառայությունը սկսել է ծառայողական ստուգում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ներխուժել Կանադա, փաստացի հրաժարվելով նախկինում հնչեցրած այն գաղափարից, թե երկիրը կարող է դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Նա խոսելով իր կենսագիր Ռոբերտ Հարդմանի հետ ընդգծել է, որ նման սցենարն իրատեսական չէ Կանադայի երկար պատմության եւ ազգային ինքնության պատճառով։